ցանկությունս էնա, որ երեխաների հետ լավ լինեն, մեղմ լինեն, անպայման կրթության տան, չթողնեն փողոցային։ Այսինքն ամենակարևոր բանն է նա, որ երեխեքի հետ մեղմ լինեն, լավ դաստիարակեն, լավ մարդ դարձնեն, լավ մարդ դառնան, լավ ընտանիք կազմեն, ամենակարևորը։ Իսկ ոնց անես, որ երեխուդ լավ դաստիարակես։ Երեխայի լեզուն պիտի բանանես, բնավորությունը պիտի դու ուսումնասիրես, ինչա ինքը սիրում։ Ես կյանքումս երեխայի վրա ձեռք չեմ բարձրացրել, բարձր չեմ խոսել, մեզ ջանով ղուրբանով եմ խոսել։ Դե դուք արդեն ասացիք, ջանով ղուրբանով եք խոսում, որ իրենք էլ ձեզ սիրեն, լսեն, չէ։ Հա, մեկ։ Կյանքում ամենակարևոր բանը ինչ է, Տիկին Հասմիկ, կյանքի իմաստը, որտեղ փնտրենք։ Երեխաների երջանկությունն է, որ տեսնում ես երեխաների երջանիկին, դու քեզ լավ ես զգում։ Գիտեք ինչ էի ուզում հարցնել, դուք ասացիք, որ դուք 6 երեխա եք եղել, ո՞նց է որ դուք 2 ունեցաք։ Երևան էլ տուն ունեինք, Վրաստանում էլ տուն ունեինք։ Մտածում էի, որ երրորդը ունենամ, կդժվարանամ, դրա համար էլ տղա էլ ունեմ, աղջիկ էլ ունեմ, երրորդն չի սա պետք։ Որտեղ կդժվարանայիք, այն գնացքի պատմությունը պատմեք էլի։ Հա, գիտես գնացքով էինք գնում, այն ժամանակ մեքենա չունեինք, հետո որտեղ ասում եջացավ արդեն մեքենա ունեինք։ Դե երկու հատ տոմս էի վերցնում ներքևի տեղերի։ Մեկը ես էի պարկում, մեկը երեխաներն էի պարկացնում ոտու գլուխ։ Մտածում էի երրորդը երկրորդ հարկում պետք է պարկացնեմ, հանկարծ կմնի դրա համար։ Այդ գնացքի պատճառով երրորդը չունեցա։ Հիմա որ ժամանակը հետ տակ, երրորդն էլ կունենայիք, չորրորդն էլ։ Հիմա երրորդն էլ, հələ 5-րդն էլ։ Մենք միշտ աշխատասեր ենք եղել, ստեղծել ենք ամեն ինչ։ Հիմա ձեր տարիների փորձառությունից, ձեր տարիների փորձից, երիտասարդներին, ձեր զավակների տարիքի, ձեր թոռների, ոնց որ ես եմ, ինչ եք խորհուրդ տալ, շատ երեխաներ ունենանք, բայց չեն լսում մեկը։ Թոռներս էլ ամենքը 2 երեխա ունեն, Ամերիկայի տղաներն էլ, ստեղի աղջիկներն էլ։ Երկուսից չեն անցնում։ Երկուսից չեն անցնում։ Թոռներս 4 երեխա ունեն, ստեղ 4-ն էլ ամուսնանալու են։ Բանա, մեծը 24 տարեկան է Գագիկ։ Ծոռները, թոռները չէ, ծոռները։ Ծոռներս։ Բոլորը համասարան են ավարտել։ Փոքր ծոռս 3-րդ կուրսում ամերիկյան համասարանի Մարինեից տղան պոլիտեխնիկի 3-րդ կուրսում է։ Մեծ եղբայրը պոլիտեխնիկա ավարտել է, մագիստրատուրան Բոլորի անելիքները գիտեք, բոլորի ավարտածը կուրսը ամեն ինչ հիշում եք։ Հա։ Հիմա եկեք ավելի կոնկրետ, ամենամեծ ծոռի հարսանիքը երազեք։ Ես նախորդ ծոռներիս հարսանիքի նվերն եմ տվել։ Բոլորի այդ ապագա նվերներն եք պատրաստել, դրել, մտածել։ Տվել եմ իրանց արդեն, ասեմ հանկարծ ես չեմ լինի, դուք պահեք նվերեք։ Տիկին Հասմիկ, շատ մեղմ բնավորություն ունեք, շատ հանգիստ եք, խելոք եք, սկեսուրին լսել եք, ամուսնու խելոք, տենց դաժան սկեսուր չեք, ոնց տեսնում եմ։ Տանը ենթարկվող եմ։ Նամանավանդ հիմա։ Սկզբից սկեսուրին էիք ենթարկվում, հիմա էլ հարսին։ Հա դե մի բան հո ինքնագլուխ չեմ անում, հարցում եմ գանես ինչ բան անեմ։ Ինչից եք ջղայնանում, Տիկին Հասմիկ, հնարավոր չի, մի բանից պետք է ջղայնանաք, տենց իդեալական մարդիկ չեն լինում, դուք ինչ համոզ եք։ Ախարոն վրա ջղայնանամ այվալես։ Հարցից վրա որ ջղայնանամ, աչքից կընկնեմ, թոռներիս վրա ջղայնանամ, տենց ուշադիր չեն լինի։ Ստիպված չեք ջղայնանում, որ ամեն ինչ լավ լինի, սա էլ է խորհուրդ։ Ձեր տարեկիցներին, 60 տարեկաններին ինչ խորհուրդ կտաք, Տիկին Հասմիկ, որ ձեր նման այսպես դրական լինեն, այսպես բաշխող, տվող։ Գիտես ինչ, թող համբերատար լինեն, իրանց երեխեքին նվիրված լինեն, որտեղ երեխաներն են վերջում իրանց նայելու։ Իրանց ես օրինակ լսում եմ, որ բանը երեխաները ծնողների լավ չեն, այնօրը մի հատ նյութ կարդացի, տղան հորը սպանել էր։ Հասմիկ տատիկ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ ինձ ընդունեցիք ձեր տանը։ Ես էլ եմ շնորհակալ, որ դուք բանը հետաքրքրեցիք իմ կյանքով։ Դուք իմ մասին գիտեիք։ Հեռախոսով եմ ձեր մասին լսել, ձեր հաղորդումները լսել եմ միշտ։ Ինչ լավ է, որ մեր երկրում այդ տարիքի մարդկանցով հետաքրքրվում եք։ Դուք քանի տարեկան եք, գաղտնիք պահում եք, թե կասեք ձեր տարիքը։ Չէ, գաղտնիք չեմ պահում։ 97-ից լրացավ, 98 եմ արդեն։ Երեք իմ ծնունդս էր։ Պատմեք էլի ոնց նշեցիք։ Թոռներիս ամենքը 60,000 փող են տվել ինձ։
Ինչ եք անելու այդ փողը։ Ինչ եմ անելու, էլ է իրանց ծնողներին բաժանելու։ Իրենք տալիս են, դուք հետ եք տալիս։ Հա, ես էլ եմ տալիս։ Այս տարի նոր տարուն ինչ եք պատրաստել դուք, որ հենց ձեր ձեռքով։ Գիտեք, ես ջահել ժամանակ բոլորը աշխատում էին, որ նոր տարին մեր տանը անցկացնեն։ Բայց հիմա որտեվ հարցս էլ շատ շնորհքով է, աշխատում եմ, որ ինքը անի ամեն ինչ։ Ես այս տարի մենակ պասուստոլմա ու գաթա եմ թխել։ Երկու հատ գաթա էլ թխել եմ, կլոր գաթաներ մեջն էլ 500 դրամանոց եմ դրել, ուղարկել եմ, տայել եմ թորանս տունը, այդ 500 դրամանոցը գավ թորանս։ Թեպետ այնտեղ 12 հոգի էինք։ Ամեն տարի այդ նույն գաթան թխում եմ, տանում եմ թորներից տները։ Գաթան ես կերած շատ համով էր, ինչ էիք մեջը լցրել։ Ջահել ժամանակվանից եմ սկսել խմորեղն թխելը սիրելը։ Մի ժամանակ մեր տունը որ նոր տարուն գալիս էին ճուշտա, իմ ձեռքով ծեծած ճուշտան եւ իմ թխած բանը փախլավան ուտելու։ Բայց հիմա այդ փախլավան 22 լիստ էր, օխլավով էի բացում։ Բայց հիմա որ թորներից չեն թողնում, որ այսքան չարչարվեմ ես։ Մենակ գաթա եմ թխել այս տարի։ Գաթան շատ համով էր, մեջը ինչ էիք լցրել։ Դու գաղտնիքը ասեք, էլի։ Հա, ես խորիզի մեջ պոպոկ եմ խառնում ու համեմունքներ, հիլ, դարչին, մուսկաթվի արեղ, այդ բոլորից մի քիչ խառնում եմ խորիզին, դրա համար շատ համով է ստացվում։ Որովհետև սովորական գաթայի համ չուներ, էլի, ես կերա շատ դուրս եկավ։ Հա, այդ մի կտոր էր մնում, որտեվ ով որ գալիս է մեր տունի, ես այդ գաթան եմ հյուրասիրում, դրա համար վերջի կտորն էր մնում, դուք համը տեսաք։ Ապրեք, ուրեմն պիտի սովորեմ սարքելը, ճար չկա։ Դուք ձեզ երկարակյաց համարում եք։ Չէ, Ոնց չեք համարում։ ես իմ տարիքս չեմ զգում։ Քանի տարեկան եք զգում։ Հիմա 98 տարեկան եմ։ Բայց ինչքան եք զգում։ Ինչքան, գիտեք, որ ոտքի վրա եմ, հələ ամեն ինչի խառնվում եմ, իմ տարիքս չեմ զգում։ Ես չեմ ուզում, որ բեր դառնամ իմ ընտանիքի համար, քանի որ ոտքի վրա եմ, ոչինչ թող ապրեմ։ Բայց որ եթե հիվանդանամ, չեմ ուզի, որ ապրեմ իմ ընտանիքի նեղը չունտամ։ Եկեք այդ բաների մասին չմտածենք, Աստծո գործերը անքննելի են։ Դուք համարում եք, որ երկար եք ապրել, որովհետև բարի եք, աշխատասեր եք, գենետիկան է պատճառը։ Գիտես, իմ ծնողներս էլ են աշխատող եղել։ Նամանավանդ հայրս, որ ինքը գործ է ունում, դաժե գիշերներ վերքին եմ գնում գործի։ Ես էլ որ գործ եմ ունում, գիշերը քունից չի տանում, առավոտը շուտ վեր եմ կենում, օրինակ այսօր վեր եմ կացել, երեկ լողացել շոյս հարթուկել եմ բան ասում, մինչև գանեմ վերքինալի ես ամեն ինչ անեմ։ Ամեն ինչ էլ անում եմ, հələ փառք Աստծո, բեր չեմ ընտանիքիս համար։ Ախր այնքան բարի եք, դուք ոնց բեր կարող եք լինել, տիկին ասում, հետաքրքիր է։ Դուրեր եմ լսում, երեկոյան որ պարում եմ հեռախոսս եմ բացում, բանը յութեր եմ կարդում։ Որտեղ եք մտնում, ինչ կայքեր եք մտնում, YouTube-ից օգտվում եք։ YouTube-ով, ռադիոն լուրերն եմ լսում, կինոբան չեմ սիրում, չեմ նայում հիմա, բայց լուրեր բան շատ եմ սիրում, ես ամբողջ աշխարհից տեղեկություն ունեմ։ Երեք լսել եմ, որ բանը Թրամփը Վենեսուելայի բանին ղեկավարին Մադուրոին իր կնոջի ձերբակալել են, մտածում եմ ինչ ունի Թրամփը սրանց հետ ինչի պետք է ես ղեկավարին տանեն Ամերիկայում դատեն։ Մեկնաբանություններ գրում եք։ Չէ, չեմ գրում։ Համեստորեն ուղղակի նայում եք, տեղյակ եք։ Գաղտնիքը ասեք, երկարակեցության գաղտնիքը, ոնց անենք, որ երկար ապրենք։ Գիտես, պետք է հանգիստ լինես, բնավորությամբ հանգիստ պետք է լինես, թե չէ որ ջղայնանաս, բանանես, այդ ներվային բոլոր հիվանդությունները ներվային լողի վրա են։ Իսկ ձեր խնամքի համար, դեմքի կամ ինչ-որ մի բան անում եք, թե չէ։ Ոչ մի բան։ Ոնց կակ։ Ես հա ջահել ժամանակ դուխիներից մենակ Կրասնի Մոսկվա եմ օգտագործել, բանը դեմքիս էլ մենակ պուդրա եմ քսել, ես կրեմ բան չեմ սիրել, զզվել եմ կրեմից։ Հիմա ունեք Կրասնա։ Հիմա ոչ մի բան։ Հիմա չունեք այդ դուխին, այդ բաներից չունեք, այն ձեր հին սիրածը։ Գիտես, մեկ որտեղ եմ գնում, հենա դուխիներից ներ դրած է։ Լավ էլ ունեք։ Հա,